Գալակտիկան աստղերի գազի փոշու և հսկայական մեծ նյութի մեծ համակարգ է, որը կապված է թքողությամբ։ Թերևս 3000-ից 5000 տարի առաջ հին բաբելոնցիները ստեղծել են առաջին համաստեղությունները, կիսելով դրանք 12 մասի, որոնք խորհրդանշում են տարվա 12 ամիսները։ Կենդանակերպի նշանները դարով շարունակ եղել են ինքնաճանաչման ու եզերքի հետ կապի խորհրդանիշ, և մեր այս ուսումնասիրությունը բացահայտում է դրանց մշակութային նշանակությունը և ազդեցությունը մեր կյանքում։ Այն ժամանակներից ի վեր մարդիկ խմբերին են միավորել ամենավառ աստղերը, համաստեղությունները և նրանց տվել գեղեցիկ անուններ, որոնք հաճախ կապված են եղել լեգենդների հետ։ Ըստ եվրոպական ավանդույթների, համաստեղությունները ստացան հին հունական առասպելների հերոսների անունները. Անդրոմեդա, Կասիոպեյա, Սեթերոս, Պերսեոս, Արես, Պեգասուս։ Այժմ աստղագետները ամբողջ երկինքը բաժանել են 88 հատվածների, որոնցից 36-ը երկնքի հյուսիսային կիսագնդում են, մնացածը հարավային։ Կենդանակերպի այսպես կոչված համաստեղությունները առանձնանում են հատուկ խմբի մեջ, որի միջոցով արևը տեսանելի ուղի է հասնում ամբողջ տարվա ընթացքում։ Սրանք առաջին աստղային նկարներն են, որոնք մարդը նշել է։ Հյուսիսային կիսագնդում պարզ երևում է առավել ճանաչելի համաստեղություններից մեկը՝ Մեծ արջը։ Հայաստանի տարածքում նրա 7 պայծառ աստղերը, որոնք նման են շերեփի, երբեք չեն անցնում հորիզոնից այն կողմ։ Աստերիզմի մարգարիտները Միրակ, Դուֆե և նաև Զուգնիցար և Ալքոր աստղերն են։ Թվում է, որ երկնքի մի մասում հարևան աստղերը մոտ են միմյանց։ Իրականում դրանք կարող են փոխկապակցված չլինել, և դրանց միջև հեռավորությունները կարող են հսկայական լինել։ Իրականում աստղերի պայմանական խումբը ապակված է ընդլայնվող կողմում, որի կողմերի սահմանները որոշվում են համաստեղություններով։ Աչքերի արտումն ու ծավա վերանա Թողանավ բացվի երդիկը Որանով կապի մանդիկը Թող երբեք էլ չտեսնեն արհավիկը Թող հավատը հոգիները չլքի Որ այլևս այս շարիկը չգործի Մարդկային կյանքը մեր մի մանրուք է Չենք ուզում սպասել Պետք է նոր աշխարհ կերտել Մանուկները բոլոր հավաքվել են Ապրել խաղաղ պայքարին միացել են Վերջագույն թոքում Թողների խաղաղություն Մենք ուզեցինք ավարտել անցումներն աստղային խմբի համար, քանի որ աղավին համարվում է խաղաղության, սիրո և միասնության խորհրդանիշ։ Այն խորհրդանշում է ներդաշնականություն և միասնություն, քանի որ ինքնասարանում են տեսակները։ Նյութերը պետք է համապատասխանեն և նրանց միմյանց ստեղծելով մի նոր հզոր և գեղեցիկ աստղային խումբ։ Աչքերի ածումն ու ծավը վերանա Թող խաղաղ բացվի երդիկը Որանով կապի մանդիկը Թող երբեք էլ չտեսնեն արհավիկը Թող հավատը հոգիները չլքի Որ այլևս այս շարիկը չգործվի Բարեկամ ապրեն ազգեր
բացանա Աչքերի ացուկն ու ցավը վերանա Թող խաղաղ բացվի երկինքը Որ անթոք ապրի մանկիկը Թող երբեք էլ չտեսնեն արհավիկը Թող հավատը հոգիները չլքի Որ այլևս այս շարիքը չգործի Բարեկամ ապրեն ազգերը աշխարհի Եվ դրվի լուսից